Փառք Տիրոջը։ Հրաշալի օր է այսօր։ Ալելույա։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, մինչև ես պատգամը սկսելը թույլ տվեք մի հատված կարդամ։ Ես այնքան շատ եմ սիրում կարդալ Աստվածաշունչը։ Ես կնախընտրեի իմ քարոզն ամբողջությամբ պատրաստված լիներ Ավետարանի Աստվածաշնչի տարբեր հատվածներ իրար կողք դնելով ընթերցանության։ Ես այնքան գոհ կլինեի, բայց կարծում եմ ավանդույթը ուրիշ կերպ է քարոզը հասկանում, եւ եթե հանկարծ իմ քարոզը ես այսպես անեմ, կմտածեն, այս հովիվն ասելիք չունի, կարդում է, բայց ամենամեծ ասելիքը Ավետարանի խոսքը ճիշտ փոխանցելն է։ Ամեն։ Պատրաստ եք լսելու։ Ալելույա։ Եվ երբ որ Երուսաղեմին մոտեցան եւ Բեթփագե եկան Ձիթենյաց սարի մոտ, այն ժամանակ Հիսուս երկու աշակերտ ուղարկեց եւ ասեց նրանց. գնացեք այդ գյուղը, որ ձեր առաջին է, եւ շուտով այնտեղ մի էշ կգտնեք, կապված եւ մի ավանակ նրա հետ, արձակեցեք, բերեք ինձ մոտ։ Եվ երբ որ մեկը բան ասե ձեզ, ասեցեք, թե նա Տիրոջը պետք է։ Եվ նա շուտով կուղարկե նրանց։ Բայց այս ամենը եղավ, որ կատարվի մարգարեի ձեռով խոսածը, որ ասում է. ասեցեք Սիոնի աղջկան, որ քո թագավորը քեզ մոտ է գալիս, հեզ եւ էշն ու ավանակի քուռակը հեծած։ Աշակերտներն էլ գնացին եւ արին ինչպես որ Հիսուս հրամայեց նրանց։ Էշը եւ ավանակը բերին եւ իրանց հանդերձները նրա վրա գցեցին եւ նա նստեց նրանց վրա եւ խիստ շատ ժողովուրդներ իրենց հանդերձները ճանապարհի վրա փռեցին։ Աշակերտներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։ Եվ առաջից եւ հետևից գնացող ժողովուրդն աղաղակում էր եւ ասում. Օվսաննա, Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա բարձունքներումը։ Երբ որ նա Երուսաղեմ մտավ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասաց. Սա ով է։ Եվ ժողովուրդներն ասում էին. Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթից է։ Եվ Հիսուսը մտավ Աստծո տաճարը եւ դուրս արավ տաճարի մեջ բոլոր ծախողներին եւ առնողներին եւ փոխողների սեղանները եւ աղավնի ծախողների աթոռները կործանեց եւ ասեց նրանց. գրված է իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի եւ դուք ավազակների այր եք արել դրան։ Եվ տաճարի մեջ կույրեր եւ կաղեր եկան նրա մոտ եւ նա նրանց բժշկեց։ Երբ որ քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները, որ արավ, եւ այն երեխաներին էլ, որ տաճարում աղաղակելիս եւ ասելիս Օվսաննա, Դավթի որդուն նեղացան եւ ասեցին նրան. լսում ես դրանք ինչ են ասում։ Հիսուսն էլ ասեց նրանց. այո, դուք երբեք չեք կարդացել, թե մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնություն կատարեցինք։ Ալելույա, ալելույա։ Թույլ տվեք ասեմ, ես բոլորովին համաձայն չէի, որ այսքան կարճ պիտի լիներ այս հատվածը։ Ես կուզեի իմ պատգամի մի կեսը իրանք զբաղեցնեին։ Դուք համաձայն եք։ Դուք համաձայն եք, որ մենք հիմա պատվիրենք բոլորս, դուք արդեն պատկերացնում եք, հիմա եկել անթանուրով որոշում կայացնելու ժամանակները։ Հաջորդ կիրակի ավելի երկար թող նրանք այստեղ լինեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, տվեք Տիրոջը փառք իրանց համար։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Փառք Տիրոջը։ Հիմա այս հատվածի կապակցությամբ։ Դուք գիտեք, որ ես որոշակի ժամանակ նախապատրաստում եմ պատգամին։ Ես դեռ նախապատրաստում եմ։ Ես ուզում եմ այդ Օսաննա բառի վերաբերյալ եբրայական աղբյուրների մեկնությունը ներկայացնեմ։ Դուք ուզում եք լսեք, ինչ է Օվսաննա։ Օվսաննա, ինչ է դա։ Ուզում եք լսեք։ Հալելույա։ Ես սիրով կանեմ դա։ Եբրայերեն բառը, որ թարգմանվել է հետագայում հունարեն եւ հետագայում նաեւ մնացած լեզուներով, դա հոշիա նա բառն է։ Հոշիա նա։ Հոշիա նա։ Լսեք, ես ձեզ չեմ ձանձրացնի։ Ուշադիր լսեք։ Եվ սա ինչ է նշանակում։ Նշանակում է ազատիր մեզ, խնդրեմ։ Ազատիր մեզ, խնդրեմ։ Пожалуйста, освободи нас։ Չգիտեմ անգլերենով ոնց կասեն։ Please. Please, 7.
Եվ չգիտես ինչու, մարդիկ հիմա մտածում են, որ Օվսաննա բառը օրհնություն է Աստծուն։ Օվսաննա բառը աղաչանք է Տիրոջը, փրկիր մեզ, խնդրեմ։ Փրկիր մեզ, վերջապես եկար Մեսիա, փրկիր մեզ։ Դավթի որդի, մենք այնքան շատ էինք քեզ սպասում, փրկիր մեզ։ Ազատիր մեզ, Մեսիա։ Ալելույա։ 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 Ազատիր մեզ, Դավթի որդի, խնդրեմ։ Կարող եք ստուգել, ես շատ աղբյուրներ եմ ստուգել։ Մանավանդ երբ որ Իսրայելից վերադարձա, այնտեղից եբրայական աղբյուրներից բավականի շատ, իմ ամենաթանկ գնացոները այնտեղից եւ նվերները, որ ես ստացա Իսրայելում, հենց այդ աղբյուրներն են եւ դրանք ինձ օգնում են, հալելույա, որ մենք իմանանք, Օվսաննա նշանակում է ազատիր մեզ, խնդրեմ, ազատիր մեզ, որովհետեւ Հիսուս մտնում էր Երուսաղեմ որպես թագավոր, կատարվում էր մարգարեությունները, դարավոր մարգարեությունները, որ պիտի կա Մեսիան, փրկիչը, որպեսզի ազատի իր ժողովրդին իրենց մեղքերից։ Հալելույա։ Հիսուս պիտի ազատեր իր ժողովրդին իրենց մեղքերից։ Եվ ահա, լսեք իմ սիրելի քույրեր, եղբայրներ, միշտ Աստված համապատասխան իրավիճակ եւ մթնոլորտ է ստեղծում, որ մարգարեությունները կատարվեն ճիշտ այնպես, ինչպես մարգարեացել են մարգարեները։ Մարգարեն մարգարեացել էր, որ ասա Սիոնին, որ քո թագավորը քո մոտ է գալիս, հեզ ու խոնար, էշի վրա նստած։ Ինչ էր նշանակում ճյուղեր թափահարելը։ Իսրայելը սովորություն ուներ իր հաղթական տոներին ճյուղեր էր թափահարում, հատկապես տաղավարահարած տոնին, որ տարվա վերջում էր տեղի ունենում, երբ որ բնակվում էին վրաններում, նրանք այդ տոնը կատարում էին մեծ ցնծությամբ եւ ճյուղեր էին կտրում ու թափահարում էին, ի նշան հաղթական իրենց հանդիսության, իսկ Հիսուս հաղթականորեն մտնում էր Երուսաղեմ։ Այս շաբաթ սկսվում է քրիստոնեական կյանքում գլխավոր շաբաթը, կոչում ենք ավակ շաբաթ։ Երկուշաբթին ավակ երկուշաբթին է, երեքշաբթին ավակ երեքշաբթին, չորեքշաբթին ավակ չորեքշաբթին, հինգշաբթին ավակ հինգշաբթին, ուրբաթն ավակ ուրբաթը, շաբաթն ավակ շաբաթը եւ մեկշաբթին, գլխավոր մեկշաբթին բոլոր մեկշաբթիներից։ Ալելույա! Հիսուս հարություն պիտի առնի։ Եվ լսեք, օգտվեմ առիթից եւ մի հայտարարություն, այս ավակ հինգշաբթի օրը եկեղեցին պիտի հավաքվի այստեղ հաղորդություն անելու։ Հիմա դուք ասես մեր գրաֆիկը խախտեցիր, թույլ տվեք խախտենք ամենավանդույթ հանուն սուրբ գործի, ալելույա, փառք Տիրոջը, ալելույա, հինգշաբթի ժամը 6-ին հաղորդություն այստեղ, փառք Տիրոջը, ուրեմն, Հոշիաննա, որ թարգմանվում է, Օվսաննա, Օսաննա, Հոզաննա, ինչ ուզում եք ասեք, ալելույա, Տեր, Դավթի որդի, ազատիր մեզ, խնդրեմ, խնդրում ենք քեզ։ Լսեք իմ սիրելի քույրեր եղբայրներ, մենք մոտեցել ենք ճիշտ այն օրերին, որ նրանց նման պիտի ասենք, Տեր, ազատիր մեզ, մեր օրերը ավելի լավը չեն, նայեք ձեր շուրջը, նայեք երիտասարդությանը ինչա տեղի ունենում, նայեք ամբողջ աշխարհին, նայեք ձեր շուրջ ու կհասկանաք, որ եկել է այն օրը, որ հասել է, Տեր ազատիր մեզ։ Ասա հասկանում եմ ինչ ես ասում։ Փառք Տիրոջը։ Ալելույա, ալելույա։ Հովանու ավետարան 3:16, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Լսեք, այսօր հրաշալի մի ժամանակ պիտի ունենանք իրար հետ։ Եթե հանկարծ վերջում ինձ հետ համաձայն չլինես, ներողություն կխնդրեմ, բայց ուզում եմ դու գիտենաս,
որ այստեղ նստող, այս դալիճում նստող եւ ընդհանրապես կնոջից ծնվող եւ աշխարհ եկող ամեն մարդ ունի պիտի հավիտյան չմեռնի։ Ինչ ասեցի, փորձեմ ասել, մենք բոլորս պիտի հավիտյան գոյատևենք։ Ես չեմ ուզում ասեմ ապրել, որովհետև կյանք հասկացողությունը ավելի մեծ է, քան որ մենք դրել ենք։ Մարդը ծնվեց, մարդը մեռավ։ Կյանքը եւ մահ ավելի մեծ հասկացողություններ են։ Կա հավիտենական կյանք, կա հավիտենական մահ, կա ժամանակավոր կյանք, կա ժամանակավոր մահ։ Ես խոսելու եմ հավիտենական կատեգորիաներով։ Ես ուզում եմ քեզ ասել, ես ապրելու եմ հավիտյան։ Ասա ես եմ։ Շնորհակալ եմ, որ հավատում ես, որ ես պիտի ապրեմ հավիտյան։ Բայց ես էլ ուզում եմ շնորհակալ լինել, որ դու էլ գիտես, որ պիտի ապրես հավիտյան։ Ես պիտի ապրեմ հավիտյան։ Բոլոր մարդիկ պիտի գոյատևեն հավիտյան։ Բայց այստեղ մի պարզ հարց կա, մի հասարակ հարց, որտեղ պիտի անցկացնես հավիտենությունը։ Ես երկնքում Տիրոջ հետ։ Ալելույա։ Երկու տեղ կա միայն երկու տեղ, դրանք իրար հետ ոչ մի կապ ու առնչություն չունեն։ Մեկը դժոխքը, իսկ մյուսը դրախտը։ Երբ դուք ձեր վերջի շունչը կփչեք, դրանով չի վերջանալու ձեր կյանքը։ Ալելույա։ Դրանով սկսվում է հավիտենությունը։ Որտեղ ես անցկացնելու քո հավիտենությունը։ Ես երկնքում Հիսուսի հետ, դրախտում, ինչու, որտեղից գիտես, ազնվացեղ ես, հա, ոչ, այլ Հիսուսի արյունը սրբել է ինձ ամեն մեկին, ալելույա, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։ Կողքինիդ կարող ես ասել, սա իմ մասին է գրված։ Ալելույա։ Ալելույա։ Հրաշալի չի արդյոք։ Հրաշալի չի արդյոք։ Ես հավիտյան նրա հետ պիտի լինեմ, որովհետև ես հավատացի, ես վստահեցի, ես կյանքս նրան հանձնեցի, ես նրա խոսքով վերստին ծնվեցի, իմ մեղքերը Հիսուս Քրիստոսի արյունով սրբվեցին եւ ես արդարացա Հիսուսի հարությունով։ Այ հենց դրա համար ես հավիտյան նրա հետ պիտի լինեմ։ Ալելույա։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, գիտեք մի խնդիր կա, մենք պիտի սա հասկանանք, շատ կարևոր խնդիր կա, ինչու եկավ Հիսուս, հասկանանք մի պարզ ճշմարտություն, ինչու Աստված մարդուն ստեղծեց, Աստված ընկերության կարիք ուներ, լսեք, ես ավետարան եմ քարոզում, կարդացեք Սուրբ Գիրքը լավ եւ կհասկանաք, որ ես ինձանից բան չեմ հորինել, Աստված ընկերության, Աստված մտերմության կարիք ուներ, այդ պատճառով ստեղծեց մարդուն, կարդացեք Ծննդոց Գիրքը եւ երբ որ Աստված ստեղծեց մարդուն, Աստված սկսեց հաղորդակցվել իր ստեղծած մարդու հետ, երբ որ Աստված ամեն օր նույն ժամի գալիս էր հանդիպման, ուրեմն Աստված գնահատում էր այդ ստեղծագործությունը, ուրեմն Աստված ստեղծել էր այդ մարդուն եւ Աստված իրան լավ էր զգում այդ մարդու հետ, Աստված լավ էր զգում իրան այդ մարդու հետ, իսկ մարդն անսահման երջանիկ էր, մարդը բոլորովին կատարյալ երջանիկ լինելով հանդերձ չէր հասկանում, որ ինքը երջանիկը կատարելապես։ Մեզանից շատերն էլ
Աստված մեզ օրհնում է, տալիս է ամեն բան, շրջապատված լինելով ամեն օրհնություններով, հանկարծ ինչ որ մի բանը պակաս է, սկսում ենք դժգոհել ու հանկարծ երբեմն ցավալի բաներ են տեղի ունենում, մեր թանկ բաներից մեկը կորցնելուց հետո հասկանում ենք, որքան երջանիկ էինք մենք ու չէինք հասկանում ու չէինք գնահատում։ Գնահատեք ձեր ունեցածը։ Գնահատեք ձեր ունեցածը։ Ամեն։ Ամեն։ Մարդը կատարյալ երջանկություն ուներ եւ չգիտեր, որ ինքը կատարյալ երջանկություն ունի։ Եվ ահա այս մարդը, որին սիրում էր այսքան Աստված, որն Աստծո ընկերն էր, այս մարդը մեղանչեց։ Շնություն չարեց, գողություն չարեց, սպանություն էլ չարեց, ուղղակի չվստահեց իր արարչին։ Ուղղակի չհավատաց նրա ասած խոսքին։ Եվ իր կամքից դուրս եկավ։ Եվ ինչպես Հռոմացիս 3:23-ը կհայտարարի, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասեցին Ադամից հետո։ Մեղքը մտավ աշխարհ եւ մեղքի հետ մտավ մահը։ Աստված ելք էր փնտրում մարդուն ազատելու այդ հավիտենական մահից, որովհետեւ Աստված մարդուն շատ է սիրում։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, աշխարհ ասելով Մասիս սարը նկատի չունի ավետարանը, ոչ էլ Էլբրուսը կամ չգիտեմ Սինասարը, այլ ինձ եւ քեզ իր ստեղծած մարդուն, եւ Աստված ամեն բան արեց, որ մարդուն վերադարձնի իր ընկերության մեջ։ Ես ձեզ այլևս ծառա չեմ ասում, դուք իմ բարեկամներն եք, դուք իմ բարեկամներն եք, ալելույա, Աստված հասավ իր նպատակին, բայց այդ նպատակին հասնել Աստծո վրա շատ թանկ նստեց այդ նպատակին հասնելը, ուզում եմ բոլորդ գիտենաք, երբ որ դուք նպատակ ունեք եւ ձեր նպատակը վեհ նպատակ է եւ դուք ուզում եք հասնել ձեր նպատակին թանկ արժենալով այդ նպատակին հասնելու ձեր վճիռը ձեր համար թանկ է արժենալու բայց մի ափսոսեք վճարեք որքան պետքն է եթե դրա կարիքը կա վճարեք որքան անհրաժեշտ է նպատակին հասնելու համար բայց հասեք ձեր նպատակին Աստված հասավ իր նպատակին Աստված հասավ իր նպատակին Ես հիմա Աստծո բարեկամն եմ Իմ ավետարանի համաձայն Ես Աստծո բարեկամն եմ Դուք իմ բարեկամներն եք Նորից կրկնեմ Աստծո վրա այդ շատ թանկ նստավ Լսեք, որովհետև Աստված մի հրաշալի վայր է պատրաստել դրախտ անունով կամ որին մենք առայժմ էստեղ դրախտ ենք կոչում թե երկնքում նա ինչ անուն կունենա կիմանանք երկնքում այստեղ այն վայրը որին սպասում ենք որտեղ պիտի գնան փրկվածները որտեղ պիտի ես լինեմ երբ որ շունչս փչեմ վերջի անգամ պիտի հայտնվեմ այնտեղ որովհետև իմ ավետարանն է ասում այդ վայրի անունը առայժմ ես գիտեմ որպես դրախտ բայց երկնքում իմանալու եմ որ նա ավելի մեծ անուն ունի ավելի մեծ դրախտ այդ դրախտը հրաշալի է այնտեղ հրաշալի վայր է կա կյանք կա արդարություն Սուրբ Գիրքն ասում է այնտեղ երկնքում բնակվում է արդարություն Ալելույա Պետրոսն ասում այն մասին այնտեղ կա լույս այնտեղ կա Աստված Ալելույա ես ուզում եմ հենց այնտեղ լինեմ Իմ բարեկամը այնտեղ է, իմ Աստվածն այնտեղ է, իմ Տերը այնտեղ է, ինձ այդքան շատ սիրող Աստվածն այնտեղ է։ Ես ուզում եմ վերջի շունչս փչելուց հետո լինեմ այնտեղ։ Սա իմ կյանքի նպատակն է։ Ամեն ինչ կտամ, միայն լինեմ այնտեղ։ Ամեն ինչ կանեմ, ինչ որ ասի Աստված, միայն լինեմ այնտեղ։ Ասա ես եմ։ Հալելույա։ Կամ ուրիշ վայր, դժոխք կանունով, դա մի ահավոր վայր է, որտեղ կյանք չկա, որտեղ արդարություն չի բնակվում, որտեղ հույս չկա,
որտեղ լույս չկա, որտեղ կա սատանան եւ իր հրեշտակները, որովհետեւ այդ վայրը պատրաստված է հենց սատանայի ու իր հրեշտակների համար։ Ես այնտեղ չեմ ուզում լինել։ Կողքինիդ հրի, կողքինիդ ուժեղ հրի ասա, ես այնտեղ չեմ ուզում լինել։ Ես այնտեղ չեմ լինելու։ Ես այնտեղ չեմ ուզում լինել։ Ես որոշել եմ հասնեմ իմ նպատակին, հասնեմ երկինք, հասնեմ այն փառավոր վայրը, որտեղ իմ փրկիչն է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց։ Ալելույա, ալելույա, փառք ես Տեր, դժոխքի մասին, Սուրբ Գիրքը, շատ սրտամաշ հայտարարություններ է անում, այնտեղ որդը չի մեռնում և կրակը այնտեղ չի հանգում, մարդիկ տանջվում են հավիտյան և թող սա արձագանքի միշտ քո մտքում, երբ որ ձեռքդ տանես արգելված պտուղին հիշես, այնտեղ որդը չի մեռնում և կրակը չի հանգում, այնտեղ հույս չկա, այնտեղ լույս չկա, այնտեղ կյանք չկա, ձեռքդ անմիջապես հետ քաշի, բարձրացրու ձեռքդ վերև ասա Տեր ուզում եմ քեզ հետ լինեմ հավիտյան, ուզում եմ քեզ հետ լինեմ հավիտյան, ուզում եմ քեզ հետ լինեմ հավիտյան, որտեղ կա լույս, կա արդարություն, կա հույս, կա Աստված, ալելույա, կա սեր անսահման, ալելույա, ինչ որ մեկը կասի, սիրելի հովիվ, սիրելի քարոզիչ, չգիտեմ ինչու ես այդքան բորբոքված, ինչ է պատահել, ես չեմ հավատում դժոխքին, ես ուղղակի կպատասխանեմ, դրանից իրականությունը չի փոխվելու, ալելույա, միևնույն է, ես երկինք եմ ուզում գնալ, ալելույա, ալելույա, ես երկնքում պիտի լինեմ, ուզում եմ այնտեղ քեզ տեսնեմ, ուզում եմ քեզ տեսնեմ, ուզում եմ միասին լինենք, ես հավատում եմ, այնտեղ դու միանալու ես այն մեծ խմբին, որ Աստծուն է օրհնում, այնպես որ ճիշտ գործի մեջ ես, այնպես որ ճիշտ ես անում, ալելույա, ալելույա, դու էլ միացի, այնտեղ դրանով ենք զբաղվելու, ալելույա, և դրա համար, մինչև այնտեղ հասնելը, մենք ունենում ենք առիթ ասելու, Հովսաննա, Դավթի որդի, ազատիր մեզ խնդրեմ, մենք քո ազատագրության կարիքն ունենք, ալելույա, փառք Տիրոջը, ալելույա, ես ուզում եմ այն օրը, երբ որ կանգնեմ իմ Տիրոջ առաջ, նա ինձ ասի ապրես, բարի և հավատարիմ ծառա, որովհետև իմ կամքը կատարեցիր, իմ խոսքը պահեցիր, ալելույա, փառք Տիրոջը, Առաջի Հովհաննես 3:1, տեսեք հայրն ինչպիսի սեր ցույց տվեց մեզ, որ մենք Աստծո որդիներ կոչվենք, կամ ունենանք իրավունք Աստծո որդիներ կոչվելու, Առաջի Հովհաննես 4:9, սրանով Աստծո սերը երևաց մեզանում, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք, ալելույա, դու ուրախ ես սրա համար, ես շատ ուրախ եմ սրա համար, փառք Տիրոջը սրա համար, իսկ ինչ էր եղել կյանքի հետ, ինչու չկար այդ կյանքը, ես արդեն ասեցի, թե ինչու չկար, որովհետև մարդը մեղանչեց, իսկ Սուրբ Գիրքը ասում է, մեղքի վարձքը մահ է, երբ որ մեղք ես գործում, մահի սպասի, ես չեմ ասում, այս իմ գիրքն է ասում, ես որոշել եմ արհամարել մեղքը, ես որոշել եմ մերժել մեղքը, ես որոշել եմ
ընտրել արդարությունը։ Ալելույա։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Եվ ահա վերջի տեղը կարդամ ամենամեծ սիրո պատմության տեղը եւ անցնեմ իմ պատգամին։ Հա հիմա հարցնես հələ պատգամը չես սկսել, այո, չեմ սկսել դեռ։ Փառք Տիրոջը։ Եվ ես հավատում եմ, որ այս պատգամը, որ այսօր սկսեմ, պիտի ավարտենք հաջորդ կիրակի։ Հարության տոնին պիտի ավարտենք։ Ալելույա։ Ասա ես կգամ, որ լսեմ շարունակությունը։ Օ, ես պիտի աղոթեմ, որ Աստված ինձ կյանք տա մինչև եկող կիրակի, որ ես քարոզեմ այդ պատգամը հաջորդ կիրակի է։ Ալելույա։ 15-րդ գլուխ Հովանու ավետարան 12-ից 14 համարները։ Դու ուզում ես լսես, այնպես չի։ Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ոչ մեկը սրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ։ Դու կարող ես կողքինիդ ասա, ես որոշել եմ, անեմ այն, ինչ որ Տերն ինձ պատվիրել է, որովհետև ես ուզում եմ նրա բարեկամը լինել, Հավիտյան, 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 Ալելույա, 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 ամենամեծ սերը, ամենամեծ սերը, ամենամեծ սերը, չկա ավելի մեծ սեր, Սուրբ Գիրքն ասում է չկա ավելի մեծ սեր, Սուրբ Գիրքը հայտարարում է չկա ավելի մեծ սեր, Աստված ամենամեծ սերն է ցույց տվել մեզ, Աստված ամենամեծ սիրով է սիրել ինձ, Աստված ամենամեծ սիրով, ավելի մեծ սեր չկա, չկա ավելի մեծ սեր, չկա ավելի մեծ սեր, չկա, չկա։ Եթե կողքինդ իմանա, որ դու այդքան սիրելի ես Աստծուն, քեզ այդպես չի վերաբերվի։ Թույլ տուր ասեմ նաև, եթե դու իմանաս, որ կողքինիդ Աստված այդքան շատ է սիրում, դու իրան այդպես չես վերաբերվի։ I'm sorry։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Աստված ամենամեծ սիրով է սիրել ինձ։ Ամենամեծ սիրով է սիրել քեզ, եւ այդ սերը չի վերջանում, Հավիտյան։ Ալելույա։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Ես ուզում եմ անցնեմ իմ պատգամին, որովհետև եթե անգամ երկու կիրակի կարծում եմ, եթե այս տեմպով առաջ գնամ չեմ վերջացնի։ Այսօր կարևոր անելիք ունենք նաև։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր կարծես թե երեխաները շատ էին այստեղ եւ երեխաների աղմուկ կար։ Օրհնյալ լինեն երեխաների աղմուկը։ Ես այնքան եմ սիրում երեխաների ձայնը Տիրոջ տան մեջ, այնքան եմ սիրում երեխաների ձայնը Տիրոջ տան մեջ։ Ես այնքան եմ սիրում։ Միգուցե դա նրանից է, որ ես ունեմ հիմա արդեն 8 թորնիկ եւ երբ որ նրանք բոլորն իրար հետ են, թե մեր տանն ինչ է կատարվում, պետք է ուղղակի զգուշ մնաս, ինչ որ բան չհանդիպի քեզ։ Ես սիրում եմ ուղղակի, ես սիրում եմ։ Այսօր նաեւ մանուկների համար աղոթք պիտի անենք միասին։ Ամեն, ամեն։ Փառք Տիրոջը։ Ինչ հրաշալի է ունենալ տուն մանուկներով, պատանիներով, երիտասարդներով, միջին տարիքով եւ անգամ ալեհեր ծերունիներով։ Օրհնյալ է Աստված եւ օրհնյալ է Աստծո տունը։ Ես սիրում եմ Աստծո տունը։ Ես սիրում եմ, ես սիրում եմ, ես սիրում եմ ձեզ, որովհետեւ իրար հետ հավիտենություն պետք է անցկացնենք։ Երկնքում։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Եբրայեցիս 4-րդ գլխի 14 համարում գրված է. Արդ, որովհետև մեծ քահանայապետ ունենք երկինքներով նանցած Աստծո որդուն Հիսուսին պինդ բռնենք դավանությունը։ Լսեք, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ամեն կարևոր բան
դավանելուց առաջ դու այն պիտի գիտենաս։ Այո, մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հռչակենք այն ինչ որ գիտենք, դավանենք այն ինչ որ Սուրբ Գիրքը սովորեցնում է մեզ։ Պետք է հռչակենք, թե ինչու Հիսուս մտավ Երուսաղեմ, ինչու, ինչ հարցեր լուծում, ինչ կարևորության հարցեր լուծում Հիսուս, եւ ինչ պիտի աներ Հիսուս Երուսաղեմում, որ ինչ լիներ։ Այս մասին այսօր պիտի խոսենք, դավանենք, կրկնենք։ Այսօր պիտի դառնանք երեխա։ Այսօր ես երեխա, Հիսուսն ասում էր, եթե երեխաների պես չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Հավատում եք։ Հանկարծ քեզի շատ մեծի պես չպահես։ Բեմից դուրս ինձ ճանաչողները գիտեն, որ ես ուրբաթա խոսեմ։ Մի քիչ է թթված։ Բայ, ես ինչեր եմ ասում։ Լսեք։ Բայց Տիրոջ առաջ ես երեխա եմ, բոլորովին երեխա։ Հիսուսն ասավ, եթե երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Երեխայի պես պահի, երբ որ հարցը վերաբերվի Աստծո խոսքին քեզ եւ քո Աստծուն, որովհետեւ դու միևնույնն է քո Աստծո երեխան ես մնալու։ Սրանից 7 միլիարդ տարի հետո էլ դու քո Աստծո երեխան ես մնալու։ Պատկերացնում ես 7 միլիարդ վաղեմությամբ հինավուրցը Ռուբիկը։ Ալելույա, որքան ուզում ես ծիծաղա, բայց ես լինելու եմ։ Ալելույա։ Ասա ես էլ եմ ուզում լինել, ես էլ պիտի լինեմ։ Այո, փառք Տիրոջը։ Եկեղեցին միշտ պիտի իր դավանության վրա կանգնի եւ միշտ պիտի դավանի այն ամեն ճշմարտությունները, որոնք կապված են մեր քահանայապետի հետ, նրա գործի հետ, նրա անունի հետ եւ նրա ապերած փրկության հետ։ Ալելույա։ Եկեղեցու գործը հենց էսա։ Ամեն։ Ամեն։ Իրար հետ այսօր ինչ հրաշալի դավանություններ պիտի անենք։ Ճիշտ դավանության սկզբունքը ունի կենտրոնական առանցքային տեղ ամբողջ Աստվածաշնչի մեջ, սկսած Ծննդոց գրքից, վերջացրած հայտնության գրքով, ամբողջ Սուրբ գրքում։ Առանց ճիշտ դավանության ոչ ոք չի կարող փրկվել։ Ես ինչեր ես ասում, ավետարան եմ քարոզում, Հռոմացիների 10-րդ գլխի 8-ից 9 համարները, բայց գիրքը ինչ է ասում, մոտիկ է քեզ խոսքը, քո բերանում, քո սրտումն է, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից, կփրկվես։ Ալելույա։ Ինչ անես։ Եթե սրտումդ հավատաս, ես սրտումս հավատում եմ, որ Աստված Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն է տվել։ Բայց ինչպես կարող եմ այս մասին ես լռել։ Ինչպես կարող եմ այս մասին ես լռել։ Չեմ լռելու։ Աղաղակելու եմ, լեզվով դավանելու եմ, որ Հիսուս մեռելներից հարություն առավ։ Աստված Սուրբ Հոգով Հիսուսին մեռելների միջից հարություն տվեց։ Ալելույա։ Ուզում եմ գիտենաք, որ սրանով էլ ես սահմանափակված չեմ, որովհետև Սուրբ Գիրքն ասում է, այն հոգին, որ Հիսուս Քրիստոսին մեռելների միջից հարություն տվեց, այդ հոգին ձեր մահկանացու մարմիններն էլ կհարուցանի Աստծո համար ապրելու։ Ալելույա։ Իմ մասին է գրված, ալելույա, ալելույա, փառք Տիրոջը, այստեղ երկու կարևոր, շատ կարևոր և իրար չփոխարինող, բայց իրար հետ շատ կապված բան կա, սրտի հավատքը և լեզվի կամ բերանի դավանությունը, ալելույա, ամեն, փառք Տիրոջը, Առակներ 18-20-21 համարը, մարդից բերանի պտղիցը կկշտանա նրա փորը, նա կկշտանա իր շրթունքների արդյունքից, մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտի նրա պտուղը, ալելույա, որն է լեզվի պտուղը, խոսքը, դավանությունը, տիրություն արեք ձեր լեզվին,
Տիրություն արեք ձեր շրթունքներին, պահապան դրեք ձեր շրթունքներին, կծեք ձեր լեզուն, երբ որ պիտի վատ բառ արտահայտեք, կծեք ձեր լեզուն, եթե մեկին պիտի չարախոսեք կամ բան փասեք, որովհետև կամ կյանք կարող է քո լեզուն տա քեզ, կամ մահ կարող է քեզ տա։ Նույն լեզուն։ Ալելույա։ Ես որոշել եմ միայն կյանքի խոսքեր ասեմ։ Ես որոշել եմ միայն օրհնության խոսքեր ասեմ։ Ես որոշել եմ իմ լեզվով միայն օրհնեմ Աստծուն։ Ես որոշել եմ իմ լեզվով սատանային միայն անիծեմ։ Ալելույա։ Ալելույա։ Անեցքը վատ բան չի, եթե ճիշտ հասցեատերոջն ես ուղարկում։ Ես ասեցի, Սուրբ Գիրքն է ասում։ Այո, սատանան անիծված է Հավիտյան։ Ես օրհնված եմ Հավիտյան։ Ալելույա։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը սրա համար։ Ինչպես խոսում է մարդը, ճիշտ այնպես էլ դասավորվում է նրա կյանքը, կամ ստացվում է նրա կյանքը, կամ լեցվում է նրա կյանքը այդ իր խոսածներով։ Եբրայեցիս 10:23 Պինդ բռնենք հույսի դավանությունն անսայթակ, որովհետև հավատարիմ է խոստացողը։ Խոստացողը հավատարիմ է։ Եթե ասել է, որ դու կյանք ունես, ուրեմն ես կյանք ունեմ։ Եթե ասել է, որ դու բժշկված ես, ուրեմն ես բժշկված եմ։ Խոստացողը հավատարիմ է։ Ես անհավատարիմ։ Ես կատարյալ չեմ, խոստացողը կատարյալ է։ Ես հավիտենական կյանք ունեմ, որովհետև նա խոստացել է։ Ամեն։ Իմ ունեցածը նրա խոստմունքի հետ է կապված։ Դավանել միշտ ցանկացած իրավիճակում, որովհետև մեր իրավիճակները կարևոր չեն, այլ Աստծո խոսքի ճշմարտությունը։ Եվ մենք միշտ պիտի վստահենք եւ դավանենք Աստծո խոսքի ճշմարտությունը, եւ ոչ թե մեր տեսածը կամ մեր լսածը, որովհետև Հռոմացիս 2 Կորինթացիս 5:17-ն ասում է, որովհետև հավատքով ենք ապրում եւ ոչ թե երևույթով։ Ամեն։ Հավատքով ենք ապրում եւ ոչ թե երևույթով։ Փառք Տիրոջը։ Հովանու 10:10 Հիսուսն ասաց. Ես եկա, որ կյանք ունենան եւ էլ ավելին ունենան։ Սա Հիսուսն ասել։ Ես դավանում եմ, որ Հիսուսն եկել է եւ ես կյանք ունեմ։ Ես դավանում եմ, որ Հիսուսն ինձ կյանք բերեց։ Ամեն։ Եվ ավելի կյանք։ 2 Կորինթացիս 11:13 Բայց վախենում եմ միգուցե ինչպես օծնիր խորամանկությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտությունից, որ Քրիստոսումն է։ Մենք միշտ պիտի մնանք Քրիստոսի մեջ, եղած պարզության մեջ։ Հիսուսն ասում էր. եթե երեխաների պես չդառնաք, երկնքի արքայություն չեք մտնի։ Ես որոշել եմ երկնքի արքայություն մտնեմ։ Հիմա լսեք, մի շատ կարևոր տեղ եւ սրանից պիտի սկսվի պատգամը։ Առաջի Կորինթացիս 2:12 համարը։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից տրված են մեզ։ Այստեղ 4 կարևոր բանի վրա կանգ պիտի առնենք։ Առաջինը, մենք այս աշխարհի հոգին չենք առել։ Փրկվածներս։ Երկրորդը, մենք Աստծո հոգին ենք առել։ Երրորդը, մենք Սուրբ հոգին ենք ստացել, որպիսի իմանանք, որպիսի ճանաչենք, Սուրբ հոգին ճանաչողություն է տալիս մեզ։ Եվ չորրորդը, իմանանք Աստծո տված բոլոր օրհնությունների մասին։ Ալելույա։ Առանց Սուրբ հոգու մենք այդ մասին չենք կարող իմանալ։ Ալելույա։ Փառք Աստծուն իր տված Սուրբ հոգու համար, որ մենք ճանաչում ենք, որի միջոցով մենք իմանում ենք այն բոլոր օրհնությունների մասին, որի մասին գրված է ավետարանի մեջ։ Քրիստոնեական կյանքը ամբողջությամբ վերցրած հանդիսանում է Քրիստոսին ճանաչելու, Քրիստոսին մտերմանալու եւ նրան նմանվելու ընթացք։ Ամեն։ Ամեն։ Ամեն օր մենք ճանաչում ենք։ Ամեն օր մենք ճանաչում ենք։ Լսեք, սիրելի երիտասարդներ, երբ որ նոր եք ամուսնացել եւ որ ասում են առաջի սեր, Աստծո կրակ եւ այլ, դու դեռ չես ճանաչում քո սիրածին, որ քեզ համար հրեշտակ է։ Տա Աստված, երբ որ
40 տարի իրար հետ ապրելուց հետո նա մնա քեզ համար հրեշտակ, ուրեմն դու ճիշտ ես ճանաչել, բայց ամեն օր կճանաչես նրան։ Դու ամեն օր նրան պիտի ճանաչես։ Ամեն օր նրան պիտի ճանաչես։ Ուզում եմ իմանաս ճիշտ հակառակը, որքան որ դու ամեն օր իրան պիտի ճանաչես, ամեն օր ինքը քեզ պիտի ճանաչի։ Հա, դու չես հավանում, հա, դու չգիտեիր, որ այսպիսին է, հա, ինքն էլ քո մասին, ինքն էլ չգիտեր, որ դու այսպիսին ես։ Հալելույա։ Մենք ճանաչում ենք իրար։ Մենք ճանաչում ենք իրար։ Քրիստոնեական կյանքը նրան ճանաչելու ընթացք է։ Ամեն օր դու իրան չես ճանաչի, երբ որ ցավիդ մեջ չաղաղակես, Տեր կորսվում եմ փրկի, եւ նա ձեռքը մինչև քեզ չմեկնի, դու չես հասկանա, որ նա փրկիչ Տեր է։ Չհասկացար։ Բայց ես հիմա այնքան եմ հասկանում, որովհետև գնալով իմ աղաղակների ցանկն ավելի է շատանում եւ իր ողորմություններն էլ ավելի է շատանում եւ ես հասկանում եմ, որ նա ողորմած է։ Հալելույա։ Ամեն։ 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 Ես ուզում եմ նրան ճանաչեմ։ Ֆիլիպեցիս 3-րդ գլխի 7-ից 10 համարները։ Բայց ինչ բան, որ ինչ շահեր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բաներն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ եւ նրանում գտնվեմ, եւ ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիցն է, այն արդարությունը, որ Աստվածանիցն է հավատքով, որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքներին մասնակից լինելը, նրա մահվան կերպարանակից լինելով։ Ես ուզում եմ ավելի ու ավելի ճանաչեմ նրան եւ ճանաչեմ նրա հարության զորությունը, ճանաչեմ նրա փրկության օրհնությունները, ճանաչեմ նրան որպես սիրող Աստված, որպես ողորմած Տեր, ճանաչեմ նրան որպես Էլոհիմ եւ Արարիչ, ճանաչեմ նրան որպես Եհովա Հայր, ճանաչեմ նրան որպես Էլ Շադայ, որպես ինձ բավարարող, ճանաչեմ նրան որպես Եհովա Յիրեհ, որպես ինձ տեսնող, նախատեսնող ու ապահովող, ճանաչեմ նրան որպես Եհովա Շամմահ, ամեն ժամանակ այստեղ եղող, ինձ հետ եղող, Եհովա Միկադեշ ճանաչեմ, որպես իմ արդարություն, Եհովա Ցիդկինո, որպես իմ սրբություն, Եհովա Ռոֆե, որպես իմ բժիշկ, Եհովա Ռոհի, որպես իմ հովիվ, եւ Եհովա Շալոմ, որպես իմ խաղաղություն։ Առանց իր հետ հաղորդակցվելու ես ինչպես պիտի ճանաչեմ։ Ալելույա։ Ալելույա, ուզում եմ ճանաչեմ Հիսուս Քրիստոսի հարության զորությունը, որ անում ավելին, քան ես մտածում եմ կամ ես հասկանում։ Ամեն, ամեն, կարդացեք Եփեսացիս թուղթը, հենց էս ասովորեցնում, Հիսուս Քրիստոսի հարության զորությունը անում է ավելին, քան ես հասկանում եմ, քան ես խնդրում եմ։ Ալելույա, ես ուզում եմ ճանաչեմ այդ զորությունը։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ ավելի ճանաչեմ Կողոսացիս 2-րդ գլուխ 3-րդ խոսքը, որի մեջ, այսինքն Հիսուսի մեջ, ծածկված կան իմաստության եւ գիտության ամեն գանձերը։ Իմաստության եւ գիտության ամեն գանձերը ծածկված են Հիսուսի մեջ։ Ես կկրկնեմ սա։ Ես սա շատ պիտի կրկնեմ։ Իմաստության եւ գիտության ամեն գանձերը ծածկված են, ասա ծածկված են։ Բացահայտ չի Հիսուս Քրիստոսի մեջ։ Աստված հոգևոր ոչ մի իմաստություն, հոգևոր ոչ մի զորություն, հոգևոր ոչ մի գիտություն, հոգևոր ոչ մի օրհնություն Հիսուսից հեռու որևէ տեղ չի դրել։ Աստված աշխարհի համար ինչ որ ունի, դրել է Հիսուսի մեջ։ Որդուն ունեցողը ունի կյանք, որդուն չունեցողը կյանք չունի, այլ ավելի լավ է կարդանք, հա? Փառք Տիրոջը, որի մեջ ծածկված են իմաստության եւ գիտության ամեն գանձերը, միայն նրա մեջ են ծածկված, որովհետեւ Հռոմացիս 11:36-ն ասում է, որովհետեւ նրանից, նրանով
եւ դեպի նա է ամեն բան նրան փառք Հավիտյանս ամեն ամեն ու ամեն առաջի Հովանու 5:11-13 եւ սա է վկայությունը որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ եւ այս կյանքը նրա որդու մեջ է ով որ որդուն ունի նա կյանքն ունի եւ ով որ Աստծո որդուն չունի կյանք չունի այս բաները գրեցի ձեզ որ Աստծո որդու անվանը հավատացողներին որ գիտենաք թե հավիտենական կյանք ունեք Ալելույա որ գիտենաք եթե որդուն ունեք կյանք կողքինիդ ասա ես որդուն ունեմ ալելույա ուզում եք ճղեմ բացեմ ցույց կտամ այո Հիսուսի մեջ ապրում ես Հիսուսի մեջ եմ ապրում որովհետև Հիսուս սովորացրեց իմ խոսքը պահողը եթե մեկը իմ խոսքը պահում է ես եւ հայրը կքանք եւ նրա հետ բնակություն կանենք ոչ միայն ես եւ հայրը կքանք եւ նրա հետ բնակություն կանենք Հիսուսը եւ հայրը եկել է ու բնակվում է իմ մեջ որովհետև ես նրա խոսքով եմ ապրում ալելույա որդուն ունեցողը ունի կյանք որդին չունեցողը կյանք չունի ալելույա նրա մեջ է պահված Հիսուսի մեջ է պահված փառք Տիրոջը ալելույա ես մի հատված ոնց որ թե մոտենում եմ պատգամին ներողություն շատ երկար նախաբան ասում բայց այսպիսի հրաշալի շաբաթն սկսել այսպիսի պատգամով եւ այսպիսի շաբաթը այս պատգամի խոսքերով ու պատգամի մտքերով պատգամի ուղերձներով ապրելը իսկապես հրաշալի է ես վաղնել եմ այս պատգամով ապրելու վաղը 2 շաբթի 3 շաբթի եմ այս պատգամով ապրելու 4 շաբթի այս պատգամով պիտի ապրեմ դե 5 շաբթի ուզենք չուզենք իրար հետ ես եմ պատգամ փոխանցելու հաղորդությանը եւ դու ուզես թե չուզես այս պատգամով պիտի ապրես ուրբաթ օրը կարծում եմ Արտյոմ եղբայրը ուրիշ պատգամ չի փոխանցի երիտասարդներ մենք շնորհապարտված ենք այս պատգամը լսելու այս շաբաթվա մեջ ալելույա ով որ որդուն ունի կյանք ունի ալելույա ես որդուն ունեմ եւ կյանք ունեմ ալելույա փառք Տիրոջը ով որ որդուն չունի կյանք չունի Սա ավետարանի հայտարարությունն է, այն բոլոր փսփսացողներին, որ գալիս են գեղեցիկ նկարներով, ով Հիսուսին ունի նա կյանք ունի, ով Հիսուսին չունի կյանք չունի, առյուծն ու գառը իրար հետ կնկարեն, արջն ու գառը թե գայլն ու գառը կապ չունի։ Ալելույա։ Ով որ Հիսուսին ունի նա կյանք ունի, ով Հիսուսին չունի, կյանք չունի։ Ես Հիսուսին ունեմ։ Հիսուսն իմ Տերն է, Հիսուսն իմ Փրկիչն է։ Ալելույա։ Հարկ Տիրոջը, 4-րդ թագավորաց գիրք, 7-րդ գլխից հատվածիկներ պիտի կարդամ։ Եվ քաղաքի դռանը 4 բորոտ մարդ կար, եւ նրանք իրար ասեցին. մենք ինչ ենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք, եւ մութ ժամանակին վեր կացան, որ գնան ասորիների բանակը, եւ եկան մինչև ասորիների բանակի ծայրը, եւ ահա այնտեղ մարդ չկար, որովհետեւ Տերը ասորիների բանակի մեջ կարգերի ձայն եւ ձիերի ձայն եւ մեծ զորքի ձայն էր լսել տվել, որ իրար ասեցին. «Ահա Իսրայելի թագավորը, քետացիների թագավորներին ու Եգիպտոսի թագավորին վարձել է մեզ դեմ, որ գան մեզ վրա»։ Եվ վեր կացան ու փախան մութ ժամանակին եւ թողեցին իրենց վրանները, իրենց ձիերը ու իրենց էշերը ու բանակը, ինչպես որ էր, փախան իրենց անձերն ազատելով։ Եվ այն բորոտները եկան մինչև բանակի ծայրը եւ մտան մի վրանի մեջ, կերան եւ խմեցին եւ արծաթ եւ ոսկի եւ հանդերձներ առան, գնացին եւ թաքցրին եւ ետ դառան եւ մտան մի ուրիշ վրանի մեջ, այնտեղից էլ վեր առան ու գնացին ու թաքցրին եւ իրար ասեցին. մենք այսպես չենք անելու այսօր, ավետիքի օր է։ Ալելույա, ավետիքի օր։ Եվ մենք լռել ենք եւ մնում ենք մինչև առավոտի լույսը, այն ժամանակ մենք հանցավոր կգտնվենք։
եւ արդ եկեք գնանք եւ հայտնենք թագավորի տանը։ Եվ ժողովուրդը դուրս գնաց եւ կողոպտեցին ասորիների բանակը եւ մեկ գրիվ շարմաղ ալուրը դարձավ մեկ սիկղ եւ երկու գրիվ գարին մեկ սիկղ տիրոջ խոսքի համեմատ։ Լսեք, պատմությունը կարծում եմ շատերդ գիտեք։ Սամարիան պաշարված էր, ասորիները շրջապատել էին Սամարիան, քաղաքը դատապարտված էր, այնքան նեղեր վիճակը, որ աղավն ու կեղտ էին ուտում։ Ավելին, որոնք ավելի բարոյազրկված էին եւ այլևս էլ չէին դիմանում իրենց ստամոքսը, իրենց աստվածներ, իրանց երեխաներին էին մորթում ու ուտում։ Օ, դուք ասես, էս ինչ վատ է մարդը, իսկապես առանց Աստծո վատ է շատ մարդը։ Ամեն։ Եվ ահա, այս իրավիճակում 4 հոգի կային, որ նստած էին բորոտ, նստած էին քաղաքի դրսում, դռան մոտ, որովհետև բորոտները քաղաք մտնելու իրավունք չունեին։ Եվ նրանք ասեցին, ինչու ենք այստեղ նստում։ Ինչու, նստենք, այստեղ պիտի մեռնենք։ Որոշ մարդիկ կան, ուզում եմ հայտնություն ստանան։ Եթե դու շարունակես այդպես անհոգ մնալ, դու հաստատ մեռնելու ես։ Բայց բարի լուր ունեմ հենց քեզ համար։ Հենց քեզ համար։ Լուր մի մնա։ Քո Աստվածը կենթանի է, նա երկնքում է, աղաղակի նրան։ Պայքարի, դավանի։ Ալելույա։ Քո համար ելք կա։ Քեզ համար ելք կա։ Քեզ համար, չգիտեմ ով ես, քեզ համար ելք կա։ Դու անհույս չես, ելք կա քեզ համար։ Ամեն։ Եվ ինչ արեցին, ուշադրություն դարձրեք։ Ասեցին, ինչու ենք այստեղ նստել եւ սպասում մեռնելուն։ Նորից կրկնեմ, ոմանք կան, եթե հենց այսպես անհոգ սպասեն, մահը չի ուշանա, կորուստը չի ուշանա։ Երկրորդ, նրանք վեր կացան ու գնացին։ Հո, ես քեզ հայտնություն եմ տալիս, դու պիտի վեր կենաս ու գնաս։ Եվ գիտես ուր։ Նրանք գնացին ճիշտ թշնամու բանակի ուղղությամբ։ Հալելույա։ Հալելույա։ Ճիշտ թշնամի բանակի ուղղությամբ։ Տերը քեզ հաղթություն է տվել թշնամու բոլոր զորության վրա։ Հալելույա։ Էս ինչա, ոնց որ շատ եք ոգևորվում, հա, Ռուբիկ եղբայր, երբ որ հավաքվում են, իհարկե ոգևորվում եմ։ Այսպիսի աստվածաշունչ ունեցողը, այսպիսի խոսքեր, այսպիսի խոստումներ ունեցողը եւ այսպիսի փառավոր Աստված երկնքում ունեցողը, միթե ոգևորված պիտի չլինի, բա ինչ անեմ։ Ալելույա, ալելույա, ալելույա։ Հիմա ես կոչ եմ անում։ Ես Աստծո խոսք պիտի սովորեցնեմ։ Անգործ եւ լուր չսպասենք։ Չսպասենք մեռնելուն, վեր կենանք եւ գնանք դեպի բանակը, որտեղ մեր թշնամիներն են բանակ տվել։ Հիշենք, որ մեր պատերազմը մարմնի եւ այրան հետ չի։ Ալելույա։ Մեր պատերազմը մարմնի եւ այրան հետ չի։ Եփեսացիս 6:12, որովհետև մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չի, այլ իշխանությունների եւ պետությունների հետ, այս աշխարհի խավար աշխարհակալների հետ, այն չար ոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Լսեք, այն թշնամին, որի հետ մենք պայքարում ենք, ուրիշ ոչ մի լեզու չի հասկանում, բացի Աստծո խոսքի դավանության լեզուն։ Իրանց շեֆը, իրանց ղեկավարը, սատանան, ուրիշ լեզու չհասկացավ, երբ որ փորձում էր Հիսուսին, քանի դեռ Հիսուս չասավ, գրված է։ Հենց որ ասավ գրված է, ինքը անելիք չուներ։ Հոգևոր աշխարհը ուրիշ լեզու չի հասկանում, բացի միայն Աստվածաշնչի լեզուն։ Ալելույա։ Փառք Տիրոջը, որ նրանք ուրիշ լեզու չեն հասկանում։ Թե չէ եթե նրանք ուրիշ լեզու հասկանային, այսօրվա այն լավ տղերքի լեզուն մեր բանը վատ կլներ, որովհետև այդ լեզվով մենք չենք կարող խոսանք։ Նրանք չեն հասկանում, տեղը չես բերում եւ այլ, սես բաներ չեն հասկանում։ Ալելույա։ Նրանք հասկանում են գրված է եւ վերջ։ Եվ հիմա մենք գրվածով պիտի խոսենք։ Պատրաստ ես։ Ալելույա։ Նրանք ասեցին, ինչու մենք նայենք եւ սպասենք մահվանը։ Եթե ոչինչ չանեին, իսկապես նրանք մեռնելու էին։ Հիմա
բոլոր ծարավներին Աստված պատգամ ունի։ Եսայա 55:1 Բոլոր ծարավներ, եկեք ջրերի մոտ, եւ դուք, որ փող չունեք, եկեք ծախ ու առեք եւ կերեք, եկեք առանց փողի, առանց վճարի, գինի եւ կաթ։ Այս սովն ավարտվել է, հոգևոր սովը ավարտվել է։ Գիտեք երբ է հոգևոր սովը ավարտվում։ Գիտեք երբ որ կամ գիտեք երբ է հիվանդությունը պարտվում։ Երբ որ այդ հիվանդության դեմ հակադեղ են ստեղծում։ Այո, համոզված եք։ Քանի դեռ քաղցկեղի դեմ համապարփակ բժշկություն տվող դեղ չկա, քաղցկեղը հաղթում է։ Բայց ես հավատում եմ, բժշկությունը մի օր հասնելու է նրան, որ քաղցկեղի դեմ դեղ է ունենալու։ Այդ ժամանակ քաղցկեղը պարտվելու է։ Ամեն։ Ամեն։ Սովը այնքան ժամանակ իշխանություն ունի, քանի դեռ հաց չկա։ Բայց հենց հացի խանութում հաց ստացան, սովն արդեն պարտված է։ Ամեն։ Համոզված եք։ Ալելույա։ Ալելույա։ Հիմա լսեք։ Եթե ջուր չկա, եւ դու դատապարտված ես ծարավի, դու կկորչես։ Բայց եթե ջուր կա, եւ դու ծարավից կորչում ես, դա կամ քո հիմարությունն է, կամ քո անխելքությունը, անփույթությունը, անհավատությունը, կամ էլ տգիտությունը, որ չես հասկանում։ Չհասկացաք։ Ջուր կա։ Տերն ասում է, արի ծարավ ես, սոված ես, արի ջուր կա։ Ջուր կա, ելք կա, պատասխան կա, կա պատասխան, կա պատասխան, որդուն ունեցողը կյանք ունի։ Ալելույա։ Ալելույա։ Ով բոլոր ծարավներ, ջուրերին եկեք։ Փող չունեք, հոգ չի։ Փողով չի, հավատքով է։ Փողով չի, հավատքով է։ Բոլոր ծարավներ, բոլոր բորոտներ, բոլոր հիվանդներ։ Ջրերին եկեք։ Սովն ավարտված է Հիսուսի անունով։ Սովն ավարտված է, որովհետև կա հաց, կա ջուր։ Եկեք խոսենք այն առատության մասին, որ ունենք Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Խոսենք։ Սովն ավարտված է։ Կողքինիդ ասա, սովն ավարտված է։ Ալելույա։ Ինձ մնաց 5 կամ 10 րոպե, բայց թույլ տվեք գոնե պատգամը սկսեմ, հիմա ես սկսում եմ իմ պատգամը։ Թույլ տվեք գոնե պատգամը սկսեմ, որ շարունակությունը հաջորդ անգամ շարունակեմ։ Համաձայն եք։ Ալելույա։ Ալելույա։ Մենք խոսեցինք այն մասին, որ մեր բոլոր օրհնությունները գտնվում են Հիսուս Քրիստոսի մեջ։ Բոլոր օրհնությունները։ Խաչը շրջանցելով, Հիսուսի զոհը շրջանցելով, Հիսուսի արյունը շրջանցելով, Հիսուսի բերած փրկությունը շրջանցելով, ոչ մեկը, ոչ մի օրհնություն չի կարող ունենալ։ Եվ ասեմ, բավականի խիստ, մահացու վտանգավոր այդ բանն անելը։ Ալելույա։ Ուրեմն, առաջի օրհնությունը, որ մենք ձեռք ենք բերում, երբ ընդունում ենք Հիսուսին, երբ հավատում ենք Հիսուսին, դա փրկությունն է։ Ալելույա։ Փրկություն, փրկություն, փրկություն։ Ես փրկված եմ։ Փրկություն, փրկություն։ Փրկության մասին խոսենք ու շարունակությունը հաջորդ կիրակի։ Աղոթենք, որ Աստված ողորմած գտնվի եւ մեզ կյանք տա։ Ես պիտի աղոթեմ, որպեսզի Աստված ինձ կյանք տա։ Հիմա քեզ սկզբից հորդորում էի, մոտավորապես 45-50 րոպե ես քեզ հորդորում եմ, որ մնաս Քրիստոսի ավետարանի պարզության մեջ, Աստծո խոսքն ընդունես որպես 100% ճշմարտություն, ոչ միայն ընդունես, սրտումդ, այլ լեզվովդ դավանես։ Երեխու պես դավանելու ես, կարող ես չանել, դա քո խնդիրն է, բայց քեզ հորդորում եմ, միացի ինձ։ Եկեք միասին մենք դավանենք, որ ես փրկված եմ։ Ես փրկված եմ։ Ալելույա։ Ռուբիկ եղբայր,
Ես գիտեմ, որ ես փրկված եմ։ Ինչ կարիք կա այս դերասանության։ Իսկապես։ Բայց եթե փրկված ես, ինչ նախանգարում քեզ, որ ասես, որ դու փրկված ես։ Էն էլ ինձ հետ։ Իրար հետ դավանենք։ Ես փրկված եմ։ Սա իմ ուրախությունն է։ Հաճախ սրանից բացի ուրիշ ոչ մի ուրախանալու առիթ չի մնում համայրա։ Օ, չեք հասկանում։ Չես հասկանում, իհարկե։ Բայց որ ընկնես այդ օրը կհասկանաս ինչ էր ասում հովիվը։ Բայց ես փրկված եմ։ Ես փրկված եմ։ Սատանան արդեն ուշացել է, ես փրկվել եմ։ Ես փրկված եմ։ Հալելույա։ Ես փրկված եմ։ Միթե սա չի ավետարանի դավանությունը։ Միթե սա չի։ Հռոմացիս 8-րդ գլխի 10-11 համարները, բայց գիրքն ինչ է ասում։ Մոտիկ է քեզ խոսքը, քո բերանում, քո սրտում, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից կապրես, որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար, բերանով դավանում ենք փրկվելու համար, որովհետև գիրքն ինչ է ասում, ամեն ով որ հավատա նրան չի ամաչի։ Նա ով չի դավանում բերանով փրկված չի։ Նա ով չի դավանում իր բերանով, ուրեմն ինքը փրկված չի։ Ուրեմն ես պիտի դավանեմ։ Ես փրկված եմ։ Մարդուն հարցնում ես, դու փրկված ես, զարմացած նայում ա քեզ, կարծես թե հավատացյալ, կրոնավոր մարդ է։ Էդ ի՞նչ է, դու գիտես, հա որ փրկված ես։ Ոնց դու չգիտես։ Դու կամ փրկված ես, կամ փրկված չես, երկուսից որն է քո վիճակը։ Եվ դա դու պիտի իմանաս։ Եթե Հիսուսն ունես, փրկություն ունես, կյանք ունես, եթե Հիսուսին չունես, կյանք չունես, դա ինքան հասարակ է։ Դա ինքան պարզ է։ Ռուբիկ եղբայր, իսկապես մեզ երեխայի տեղ դրեցիր։ Աստված գործ ունի միայն երեխաների հետ։ Օ, հալելույա։ Հալելույա։ Նա ով չի դավանում, որ ինքը փրկված է, նա ով չի դավանում, որ Հիսուսն իր Տերն է, նա փրկված չի եւ Հիսուսն իր Տերը չի։ Հալելույա։ Ես փրկված եմ։ Հիսուսն իմ Տերն է։ Հիսուսը Տեր է։ Հիսուսը Տեր է։ Հիսուսը Տեր է։ Հիսուսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Ալելույա, ալելույա։ Հիմա միասին դավանենք։ Ես իմ բերանով դավանում եմ, որ Հիսուսն իմ Տերն է։ Ալելույա։ Ես հավատում եմ, որ Աստված նրան հարություն է տվել մեռելներից։ Ալելույա։ Ես հավատում եմ։ Հենց այս պատճառով ես փրկված եմ։ Ալելույա։ Աստված այսպես է ասում, եւ ես այսպես եմ հավատում եւ դավանում, եւ կրկնում եմ Աստծո ասածները։ Ես փրկված եմ։ Ալելույա։ Հիմա ինչ որ մեկը կարող ասի, Ռուբիկ եղբայր, շատ չես էժանացնում փրկությունը։ Բոլորովին ոչ։ Գիտեք էժանացնելը որն է։ Գիտեք փրկությունը էժանացնելը որն է։ Շատ ներողություն, թույլ տվեք քեզ հասկանալի մի բան ասեմ։ Ամբողջ կյանքում մարդն ապրել է անաստված, ապրել է մեղքերի ու հանցանքների մեջ։ Հանկարծ գալիս է մի պահ, գիտեք չէ, որ մարդն արդեն այս դիրքն ընդունում հորիզոնական։ Ու ինչ որ մեկը գալիս է, կանգնում է, առանց մտածելու թե ինչ է անում, ասում է, լսի, սրան աջ կողմումդ միտեղ տեղավորի, այս սա է էժանացնել։ Հա, ալելույա, ալելույա, իսկ ավետարանի փրկության խոսքը դավանել է, դա Աստծո կամքը կատարել է, ալելույա, ամեն, ես փրկված եմ, որտեղից գիտես, իհարկե Աստվածաշնչից, բայց որտեղից, ինչի ճշմարտություն իմանալու ուրիշ աղբյուր կա,
Դե ուրեմն Աստվածաշունչն ասում է, ես փրկված եմ։ Ալելույա, հա? Ռուբիկ եղբայրերը հիմա քո բոլոր քարոզներն արդեն պրծել է, այսպիսի պարզ քարոզներ ես տալիս։ Լսեք, շատ քարոզիչներ, շատ վաղուց պիտի հասկանային, որ բարդ քարոզների ժամանակն անցել է եւ բարդ քարոզներ ոչ մեկին պետք չէ։ Ինձ փրկություն է պետք։ Երբ որ ես հիվանդ եմ, ինձ բժշկություն է պետք։ Քո փիլիսոփայությունը քեզ պահի։ Ես բժշկված եմ Հիսուսի վերքերով։ Ալելույա։ Թե երբ որ հանկարծ հիվանդ եք լինում, կամ ձեր երեխան է հիվանդ լինում, դուք սկսում եք արդեն փիլիսոփայության մասին մտածել, թե սկսում եք Սոկրատից ու Արիստոտելից օրինակներ բերել, հա? Չէ, քեզ մի բան է հետաքրքրում։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված հաճեց իր որդուն զարկել, ցավացնել քո մեղքերի համար, որ նրա վերքերով, այդ ցավացնելու պատճառով առաջացած վերքերով դու բժշկվես, քո երեխան բժշկվի, քո տունը բժշկվի, քո խնդիրը լուծվի։ Սա շատ է կարևոր։ Մանկան պարզությամբ եթե չընդունես, ուրեմն դու մեծ խնդիր ունես։ Ալելույա։ Դրա համար է Պողոս առաքյալը 2 Կորինթացիս 11-րդ գլխի 3-րդ համարում ասում է. Սատանան ձեզ փորձելու է, ինչպես Եվային խաբեց, ձեզ խաբի ու ավետարանի պարզությունից դուրս հանի։ Զգուշ եղեք, ավետարանի պարզությունից դուրս մի եղեք։ Դրանից հետո էլ կասի, եթե երկնքից հրեշտակ իջնի ու ուրիշ բան փորձի ձեզ սովորեցնի, մի ընդունեք, անիծված լինի։ Ալելույա։ Սրանից դուրս, ամեն տեսակ, սրանից դուրս, սրան չհամապատասխանող, սրանից դուրս եւ սրան չհամապատասխանող ամեն ավանդույթ, ամեն ծես ու ամեն տրադիցիա չենք ընդունում։ Իսկ ավետարանն ասում է նզոված լինի։ Ալելույա։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Ես փրկված եմ։ Հովանու ավետարան 1:12 մի քանի համարներ կարդամ եւ վերջացնենք։ Բայց նրանք, որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են։ Ես Աստծո զավակ եմ։ Ըստ Հովանու 1:12-ի։ Ես Աստծո զավակ եմ։ Ես Աստծո զավակ եմ։ Ես Աստծո զավակ եմ։ Ալելույա, փառք Տիրոջը։ Աստված ուզում է, որ մենք իմանանք, որ մենք իր զավակներն ենք, եւ ոչ միայն իմանանք, այլ նաեւ դավանենք։ Մի ամաչեք ամենտեղ դավանեք։ Մի ամաչեք։ Հովանու 5:24 Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե իմ խոսքը լսողը եւ ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի եւ դատաստանի տակ չի մտնի, այլ մայից փոխվեց դեպի կյանք։ Ալելույա։ Շատերը սպասում են, որ մեռնելուց հետո իմանան, փրկված են թե ոչ։ Աստծո խոսքն ասում է. վստահ եղիր, որ մայից կյանքի ես անցել, որովհետև հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսի անունին։ Ես հավատում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունին։ Դրա համար գոհություն Աստծո։ Եկեք միասին դավանենք։ Ես գիտեմ, որ ես փրկված եմ։ Ես ընդունել եմ Հիսուսին որպես ինձ Տեր ու Փրկիչ։ Եվ իլուր երկնքի, իլուր երկրի եւ իլուր սանդարամետի ես դավանում եմ, ես փրկված եմ։ Ալելույա։ Ահա թե ինչ ունենք մենք Քրիստոսի մեջ։ Ունենք իրավունք իմանալու, որ մենք փրկված ենք։ Ալելույա։ Ես ունեմ իրավունք իմանալու, որ ես փրկված եմ։ Աստված 7 կնիկով չի կնքել քո փրկության մասին տեղեկությունները, որ դու մինչև մեռնելդ աուսարսապը ջանդ մեռնես, տեսնես ինչ կլինի։ Խեր շար Աստված, խեր շար, չկա, շատ պարզ է, շատ պարզ։ Ես փրկված եմ։ Ես փրկված եմ։ Ես Աստծո որդի եմ։
Որովհետև Հիսուսին ունեմ։ Հիսուսին ունեցողը կյանք ունի։ Ալելույա, եկեք ծափարենք Տիրոջը։ Ես փրկված եմ։ Հիսուսն իմ Տերն է։ Նրանք, ովքեր աղոթք անել չգիտեն, ես ձեզ աղոթք անել եմ սովորեցնում։ Դա լավ աղոթք է։ Հիսուս փրկիչ է։ Հիսուսի արյունը սրբում է ամեն մեղքից։ Հիսուսը ինձ սրբել է իմ ամեն մեղքերից։ Հիսուսն իմ անունը գրել է երկնքում։ Ես փրկված եմ։ Ես Աստծո զավակ եմ։ 24 ժամ աղոթք արեք եւ Աստված չի վիրավորվի, որ դու հենց այսպիսի աղոթք ես անում։ Վերջապես Աստված կնայի ու կասի, վերջապես տղաս, աղջիկս հասկացար, որ դու շատ մեծ սիրով, սիրված եւ շատ մեծ գնով փրկվածն ես։ Ալելույա։